Ուղիղ 15 տարի առաջ այսօրն էր, երբ ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ահաբեկչական հարձակման հետևանքով սպանվեցին ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ և ազգային ժողովի պատգամավորներ։ Տրանսֆերներ են, այդպես են ասում։ Պետության համար ճակատագրական այս գործը դատարանը քննեց 3 տարի։ Դատավճիռը հրապարակվեց 2003-ի դեկտեմբերին։ Նախկին դաշնակցական Նաիրի Հունանյանի հանցակիցների խմբում էր նրա եղբայրը Կարեն Հունանյանը, ընկերը բժիշկ Էդիկ Գրիգորյանը, Նաիրի Հունանյանի քեռին Վրամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, իսկ Համլետ Ստեփանյանը 14 տարվա ազատազրկման։ Հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալ Նորայր Եղիազարյանը 2000 թվականի օգոստոսին մահացավ Նուբարաշենի մեկուսարանում։ Մահվան պաշտոնական պատճառն էլեկտրահարումն էր։ Եղիազարյանի հարազատները սակայն կասկածներ էին հայտնում, թե նրան սպանել են։ Հոկտեմբերի 27-ից հետո արձանագրված մահվան դեպքերն ավելի էին խորացնում այս գործի հետ առնչություն ունեցողների ճակատագրերի տնօրինման կասկածները։ Հունանյանների քեռին Վրամ Գալստյանը դատապարտվելուց հետո 2004 թվականին մահացավ ազգային անվտանգության մեկուսարանում։ Ըստ պաշտոնական վարկածի Սավանով կախվել էր։ 2010 թվականի մայիսին հանկարծամահ եղավ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը։ Մամուլն անցած տարիներին արձանագրում էր նաև հոկտեմբերի 27-ի գործով վկաների մահվան շղթան։ Ազգային ժողովի նախկին բուժքույրը վկա Տիգրան Նազարյանը, հանրային հեռուստատեսության նախկին ղեկավար Տիգրան Նաղդալյանը։ 2005 թվականի ապրիլին նախկին ռուս հետախույզ Ալեքսանդր Լիտվինենկոն Ռեալնի Ադրբեջան շաբաթաթերթի հարցազրույցում հայտարարեց, թե հոկտեմբերի 27-ի հանցանքը ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է եղել։ Լիտվինենկոն ի դեպ Լոնդոնում մահացավ 2006-ին, չբացահայտվեց, թե ինչից էր թունավորվել անվտանգության նախկին աշխատակիցը։ Հոկտեմբերի 27-ին պետական գործիչների սպանություններից հետո ահաբեկչական խմբի հետ հանդիպել էր այն ժամանակ նախագահի պաշտոնը 1 տարի 7 ամիս զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը և բանակցել պատանդների ազատման, ահաբեկիչների անվտանգության երաշխիքների հարցերի շուրջ։ Հոկտեմբերի 27-ի դատավարությունը չտվեց գլխավոր հարցերի պատասխանը, ով և ինչ նպատակով էր կազմակերպել պետական գործիչների գնդակահարությունը պետական ամենաբարձր ամբիոնում։ Դատավարության ժամանակ հաճախ էր հնչում բացատրություն, թե պատվիրատուներն ու կազմակերպիչները կհայտնաբերվեն անջատված մասի քննության հետևանքով, այնինչ տեղի չունեցավ իրավական հարթությունում։ Հոկտեմբերի 27-ի պատվիրատուներն իրավական հարթությունում այդպես էլ մնացին չբացահայտված։